Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 27-ն է եւ այս հաղորդման մեջ հետաքրքիր ձևով մենք վերլուծելու ենք վերջին իրադարձությունները Հայաստանի շուրջ, հիմնականում Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները բազմաթիվ փաստեր համադրելով եւ հասկանալով թե ինչ է հիմա տեղի ունենում Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների մեջ եւ ինչպիսին է վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ինչի էր ուզում հասնել Ադրբեջանը եւ ինչին չի կարողացել այս պահի դրությամբ հասնել Ադրբեջանը։ Դրանից բացի կխոսենք նաեւ միջազգային կարևոր հարցերից, սակայն հաղորդումը նախքան սկսելը ավանդաբար հիշեցնում եմ լայքերի համար, ինչը բնականաբար չափազանց կարևոր է այս կարևոր հաղորդման տարածման համար։ Եվ արդեն ինչպես գիտեք, 2 օր առաջ տեղի էր ունեցել Մարկո Ռուբիոյի հեռախոսազանգը Նիկոլ Փաշինյանին, այս մասին մենք արդեն 2 հաղորդում է առնվազն խոսում ենք, բայց այստեղ մի քանի փաստեր կարևոր են իրար հետ համադրել, որպեսզի պատկերը ավելի ամբողջական դառնա։ Կային տեղեկություններ, որ դերևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Դոնալդ Թրամփը անձամբ զբաղվել է այն հարցով, որ ադրբեջանական զորքերը չմտնեն Ստեփանակերտ։ Այդ մասին խոսվել է համացանցում, այդ մասին ես եւս խոսել եմ համացանցում, ունեցել եմ որոշ տեղեկություններ, դրանք բնականաբար հաստատված փաստեր չեն, սակայն եթե մենք այդ չճշտված տեղեկություններին համադրենք Թրամփի գրառումները Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու ժամանակ նախընտրական շրջանում ինքը գրառում էր արել, հիշում եք, Արցախահայության մասով մեղադրելով Քամալա Հարիսին եւ հետո նաեւ զանգ Արամ Առաջինին, նման հայտարարություններ էր արել նաեւ Ջեյ Վենսը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահան։ Ես կարող եմ էլի մոռանամ որոշակի փաստերի համադրել, դուք անպայման գրեք եւ հիշեցրեք դա մեկնաբանությունների մեջ։ Հետո մենք ունեցանք արդեն այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ Փարիզում, դա եւս չափազանց կարևոր էր Մակրոնի հետ միասին։ Հետո մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ առաջիններից մեկն էր, ով հանդիպեց Ջեյ Վենսի հետ իր գրասենյակում։ Իմիջիայլոց նա հանդիպել է նաեւ Ջեյ Վենսի հետ կրկին Փարիզում, ինչը բնականաբար եւս չափազանց կարևոր է։ Դրանից բացի Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական հարաբերությունների կանոնակարգը ստորագրվել է վերջին օրերին 5 օր առաջ, այսինքն այն բանից, երբ որ Թրամփը դարձավ արդեն պաշտոնապես ստանձնեց նախագահի պարտականությունները։ Դա եւս չափազանց կարևոր է եւ հստակ թե Փաշինյանը եւ բազմաթիվ վերլուծական շրջանակներ, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հստակ տեղեկություն էին հաղորդում այն մասին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը եւս համաձայն է եղել այդ փաստաթղթի ստորագրման։ Դրանից բացի մենք տեսանք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բազմաթիվ սենատորների եւ կոնգրեսմենների հայտարարությունները Հայաստանի մասով Լիլիթ Մակունցի ակտիվ հանդիպումները եւ այնտեղ եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները հաստատում էին իրենց դիրքորոշումները Հայաստանի մասով, սակայն չկար հեռախոսազրույց կամ հանդիպում Հայաստանի Միացյալ Նահանգների վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև։ Չնայած նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգահարել էր Բաքու եւ հեռախոսազրույց էր ունեցել Հաջիևի հետ, հստակ եւ ավելի կոշտ հաղորդագրություն տարածվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում են Ադրբեջանից, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիրը, եւ մենք տեսնում ենք, որ հեռախոսազրույց հիմա տեղի ունեցավ Մարկո Ռուբիոյի եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Եվ մենք խոսում ենք այն մասին, որ սա փաստացի վերահաստատում է ռազմավարական հարաբերությունների, 2 հաղորդագրությունների մեջ էլ տեղ գտավ ռազմավարական հարաբերությունների մասին հայտարարությունը։ Ես հիմա դեռ փաստերն եմ ասում, որպեսզի մենք ավելի լավ հաջողակ ձևով կարողանանք վերլուծել ինչ է տեղի ունենում։ Եվ հետո նաեւ 3 Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում խոսեց այն մասին, որ փաստացի վերահաստատում էր այն հարաբերությունների, որոնք որ
հաստատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, նույնիսկ ավելին, եթե այդ փաստաթղթում կանոնակարգ փաստաթղթում կան անելիքներ, որպեսզի լիարժեք դառնան հարաբերությունները ռազմավարական, ապա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ արդեն իսկ հարաբերությունները անվանվում են ռազմավարական։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շատ սպეციფიկ մոտեցում ունի քաղաքականության մասով, հայտարարությունների մասով։ Մենք դրանում համոզվել ենք արդեն այս 2 ամիսների ընթացքում, շատ հետաքրքիր եւ այլ ոճով, շատ ավելի բաց, ազատ, համարձակ ձևով են անում հայտարարություններ, այսինքն առանց ավելի նոր քաղաքական կոռեկտությունների, եւ սա հստակ արձանագրում է նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ շահեր ունեն հարավային Կովկասում եւ այդ շահերը իրականացնելու են Հայաստանի միջոցով։ Այդ մասին է նվկայում նաեւ այն, որ ամռանը Հայաստանում տեղի են ունենալու հայ-ամերիկյան զորավարժությունները եւ բավականին լուրջ տեխնիկա է տեղափոխվելու Հայաստան, որի տենդերի մասին հայտարարությունը բաց աղբյուրներից է հայտնի, որի մասին որ այդքան մեծ իրարանցում էին ստեղծել ռուսական լրատվամիջոցները եւ հետո Ռուսաստանի արտգործնախարարություններ անում հայտարարություն։ Այսինքն մենք այս պահի դրությամբ ունենք այն, որ հարավային Կովկասում ամենակարևոր հենարան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դառնում է Հայաստանը։ Եվ Թրամփը նաև ինչ-որ միտեղ չարամիտ է։ Նա ապացուցել է իր քաղաքական կարիերայի նկատմամբ, որ չի սիրում, երբ որ իրեն մերժում են կամ խփում են, եւ եթե Ստեփանակերտի մասով տեղեկությունները մեր ճիշտ էին, որ ինքը չէր թույլ տվել, որ հայերի տեղահանում, բեռնի տեղահանում տեղի ունենա, այդ վերջի պահին ես օրինակ զարմացած էի, թե անկեղծ լինենք, ադրբեջանցիները այդպիսի հաջողությունների հասնելով ռուսների եւ թուրքերի օգնությամբ ինչներ խանգարում նրանց միանգամից մտնել Ստեփանակերտ։ Այդ հարցի պատասխան ես իրոք չունեի։ Եվ հետո երբ որ արդեն եղան տեղեկություններ, որոշակի տեղեկություններ, շատ տրամաբանական է թվաց այն գաղափարը, որ Թրամփը իրոք արգելել է, որպեսզի էթնիկ զտում տեղի ունենա։ Բայց երբ որ Թրամփը արդեն չէր պաշտոնավարում, այդ էթնիկ զտումը տեղի ունեցավ։ Հիմա շատերը չեն համաձայնվելու, ասելու են, թե Թրամփի օրոքը տեղի ունեցել Արցախյան պատերազմը եւ նա հնարավոր է թույլ էր տվել, այդպիսի գաղափարներ եւս շատ կան։ Հա, իրոք Արցախյան պատերազմը տեղի ունեցավ Թրամփի նախագահության վերջին շրջանում, դա եւս փաստ է, բայց հնարավոր է, որ զարգացումները եղել են կոնկրետ այդ ձև եւ իրոք Դոնալդ Թրամփը միջամտել է, որ Արցախում էթնիկ զտում տեղի չունենա։ Հակառակ պարագայում, ինչպես ինքը պետք է աներ այդպիսի գարառումներ, հեռախոսազրույց ունենար Արամ Առաջինի հետ եւ հայտարարեր այն մասին, որ ինքը պաշտպանելու է քրիստոնյաներին, քրիստոնեական գաղափարներ առաջ բերելով։ Մենք նաեւ տեսնում ենք, թե ինչքան մեծ է ազդեցությունը հիմա քրիստոնյաների Դոնալդ Թրամփի վրա եւ հայերը տեղավորվում են այդ համատեքստում։ Մոռացա նաեւ ասել այն, որ երբ որ պետքարտուղար Ռուբիոն նոր էր նշանակվել իր պաշտոնին Հական Ֆիդանի հետ առաջին հեռախոսազրույցին իսկ ժամանակ նա հիշատակել է Հայաստանը, հայ-ադրբեջանական բանակցությունները եւ խոսել արժանապատիկ խաղաղության մասին, եւ հիմա երբ որ Ֆիդանը գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամենայն հավանականությամբ այդ հանդիպումից առաջ է տեղի ունեցել այս զանգը Նիկոլ Փաշինյանին եւ ինչն է շատ կարեւոր, որ այդ զանգը զուգահեռ չէ տեղի ունեցել նաեւ Ադրբեջան։ Հնարավոր է այս օրերին նաեւ տեղի ունենա Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը Մարկո Ռուբիոյի հետ, հնարավոր է տեղի չունենա, բայց այն, որ տեղի ունեցել Փաշինյանի հետ եւ նույն օրը կամ հաջորդ օրը չի տեղի ունեցել այլ Ալիևի հետ, դա եւս չափազանց շատ բանի մասի է խոսում եւ հանդիպման ընթացքում Ֆիդանի հետ մենք տեսանք, որ կրկին քննարկվել է հարավային Կովկասում խաղաղության հարցը։ Դրանից բացի սենատորներն հիմա խոսում կրկին դրա մասին, թե ինչ կարևոր դերակատարություն ունի Թուրքիան, թե ինչ կարևոր դերակատարություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն Թուրքիայի վրա են փորձում թողնել խաղաղությունը հարավային Կովկասում, ասելով, որ դու պետք է հետևես, որ խաղաղություն լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այսինքն, եթե խաղաղությունը խախտվի, ապա պահանջվելու է դա ոչ միայն Ադրբեջանից, այլ պահանջվելու է դա նաեւ Թուրքիայից։ Եվ դրանից բացի շատ կարևոր է այստեղ հասկանալ, որ հիմա
երբ որ մի փոքր ջերմացում է նկատվում Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, դա չի նշանակում, որ իրենք միակարծիք են։ Առնվազն իրենք մրցակիցներ են մեր տարածաշրջանում, առնվազն, ես չեմ ասում թշնամիներ, ասենք մրցակիցներ, բայց նույն ժամանակ հարաբերությունների մեղմացում կա, ինչը հնարավորություն է ստեղծելու Հայաստանի համար ավելի մեծ արագ տեմպերով խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ այս վարչակազմը շատ ավելի ուղիղ է իր հայտարարությունների մեջ, եւ եթե Հայաստանի կողմից ինչ-որ սխալ գործողություններ տեղի ունենան, ես կարծում եմ, որ նրանք շատ շուտ կհիասթափվեն եւ կհեռանան Հայաստանից։ Դա ամենավատ սցենարն է, դրա համար ես նաեւ ուզում եմ զգուշացնել առիթը օգտագործելով, որպեսզի Հայաստանի իշխանությունները չթույլ տան այնպիսի սխալներ, որոնք որ արդեն կստիպեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխել իրենց քաղաքականությունը, այն քաղաքականությունը, որը որ կա հիմա Հայաստանի մասով։ Դա է հիմնականում սերելի հայրենակիցներ, ինչ ուզում էի ասել, եւ այս ամենից ելնելով ես գրեթե համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր հնարավորությունների մասով եւ իր հնարավորությունները բնականաբար շատ ավելի շատ են, քան այլ երկրներինը, չի թույլ տալու, որպեսզի Ադրբեջանը ագրեսիա սկսի ընդդեմ Հայաստանի։ Սակայն նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե տեղ չեն թողնում Ադրբեջանին, որպեսզի Ալիևը կարողանա հարաբերությունները կարգավորել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, չնայած որ Ալիևը բավականին լուրջ եւ մեծ ջանքեր էր գործադրում Իսրայելի մասով, եւ դա էր պատճառը, որ հիմա Դոնալդ Թրամփը նաեւ հնարավոր չէր բացառում, որ Աբրահամի ծրագրին համաձայնագրին միանան այլ երկրներ եւ հնարավոր է Ադրբեջանը եւս միացվի, չնայած կային կարծիքներ, որ ասում էին, որ Ադրբեջանը արաբական երկիր չէ եւ հարաբերություններ ունի Իսրայելի հետ եւ այդ համաձայնագրին միանալը իմաստ չունի, ասեմ, որ կան երկրներ, որոնք որ շատ լավ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, բայց այդ ծրագրի մաս են, այնպես չէ, որ այդ ծրագրի մաս կարող են կազմել միայն արաբական երկրները, բայց ամենայն հավանականությամբ, եթե Ադրբեջանը ուզում է այդ ծրագրի մաս կազմել եւ ապագայում նաեւ զենք ստանալ Ադրբեջան Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ որոշ պատժամիջոցներ չեղարկել Ադրբեջանի նկատմամբ, որոնք որ գոյություն ունեն շատ վաղուց, ապա Ադրբեջանը պետք է գնա խաղաղության համաձայնագրի կնքմանը Հայաստանի հետ։ Եվ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության խորհրդականի կոչը եւ խոսքերը եւ թե Մարկո Ռուբիոյի կոնկրետ խոսքերը հստակ խաղաղության մասով ավելի մեծ պարզություն են մտցնում եւ ցույց են տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետեւողականորեն պահանջելու եւ հնարավոր է նաեւ ստիպի Ադրբեջանին գնալ խաղաղության։ Սակայն դա չի նշանակում, որ վտանգներ գոյություն չունեն։ Մեր խաղաղաքարտերը կարող է խառնել Իրանի դեմ պատերազմը եւ ինչի է Իսրայելը այդքան մոտ Ադրբեջանի հետ մեզ համար շատ հասկանալի է, հիմնականում Իրանն է, Իրանի հարցն է, եւ ահա այստեղ մենք պետք է չափազանց ուշադիր եւ զգոն լինենք, չափազանց կարեւոր է, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում եւ այնպես չստացվի, որ մենք այս փոքրիկ հաջողությունները, որոնք որ ունենք եւ դրական վերաբերմունք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, դա կարողանան շրջել ընդդեմ մեզ։ Անցնենք միջազգային կարևոր հարցերի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 4 զինծառայողներ են հայտնաբերվել մահացած Լիտվայի եւ Բելարուսի սահմանին զորավարժություններից հետո։ Սա բավականին հետաքրքիր տեղեկություն է եւ տեղեկություն կա, որ հնարավոր է նրանք խեղդվել են ճահիճներում եւ տեղեկություն կա, որ հնարավոր է նրանց մահվան պատճառը դարձել այդտեղի եղանակային պայմանները եւ ճահիճները, բայց սա հետաքրքիր տեղեկություն է, քանի որ եթե հետաքննությունը այլ ուղղությամբ ընթանա, հնարավոր են այլ զարգացումներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ հայտարարություն են տարածել հատկապես Սպիտակ տունը, սա կարևոր եմ համարում նշել, քանի որ ոչայնությունը, որի մասին որ մենք խոսում էինք, որպեսզի դուք հասկանաք, թե որքանով է փոխվել։ Խոսքը նրա մասին է, որ իսլամական պետության ահաբեկիչներին են կարողացել ոչնչացնել Ամերիկայի զինծառայողները իրենց օդուժի շնորհիվ Սոմալիի քարանձավներում։
Եվ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ մենք շարունակում ենք մաքրել Բայդենի թողած խառնաշփոթը։ Տարիներ շարունակ ահաբեկիչները անպատիժ սպանում էին ամերիկացիներին։ Հիմա նրանք են որս, իսկ մենք որսորդներ։ Եվ սա հայտարարում է Սպիտակ տունը։ Այսինքն ոճի մեջ դուք տեսնում եք ոչ միայն գործողությունների, այլ ոճի մեջ հստակ փոփոխություն, շատ ավելի համարձակ, առանց քաղաքական որևիցե կոռեկտության, չնայած որ ահաբեկիչների մասին են խոսում, բայց ամեն դեպքում նախկինում Սպիտակ տունը այդպիսի ոչ չէր օգտագործում։ Սա ուղղակի ասում եմ նրա համար, որ մենք հասկանանք, թե ինչքան եւ ինչ ձևի, ինչքան համարձակ եւ ինչ ձևի հայտարարություններ են անում Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց դիվանագիտական հայտարարությունների որևիցե էթիկայի հետ։ Ուկրաինայի մասով եւս կան որոշակի տեղեկություններ, խոսք կար այն մասին, որ Եվրոպան կարող է չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, եթե պատերազմը դադարի, հրադադար տեղի ունենա, սակայն հստակ հայտարարություն եղավ, որ Եվրամիությունը պատժամիջոցները կչեղարկի Ռուսաստանի նկատմամբ, եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայի բռնագրավված տարածքներից։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն հայտարարել է, որ նորմալացում հարաբերությունների Ռուսաստանի Դաշնության հետ տեղի չունենա նույնիսկ պատերազմի դադարելուց հետո։ Կարևոր է այստեղ նշել, որ Զելենսկին հիմա գտնվում է Փարիզում եւ նա այնտեղ հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ եւ արդեն հայտարարություն է եղել, որ Ֆրանսիան 2 միլիարդ եվրո է տրամադրելու Ուկրաինային։ Սա եւս կարևոր շատ հետաքրքիր տեղեկություն է։ Եվ կարելի է անդրադառնալ մի պահ նաեւ Ձե Ատլանտիկի շուրջ տեղեկություններին, քանի որ այս տեղեկությունները տարածվում են, ես հատուկ չէի անդրադառնում, մեծ ուշադրություն չէի դարձնում դրան, բայց իրոք կարևոր մեծ սկանդալ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նման սկանդալ շատ վաղուց տեղի չի ունեցել եւ կոնկրետ այս ծևի սկանդալը ընդհանրապես տեղի չի ունեցել, խոսքը նրա մասին է, որ երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեցին ռազմական գործողությունները ընդդեմ Եմենի հութիների, Թրամփի օգնականները, այդ թվում նաեւ պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական, այսինքն բավականին հետաքրքիր մի մեծ թիմ Թրամփի օգնականների, խորհրդականների քննարկում էր այդ հարվածները Եմենին եւ կոնկրետ կոորդինացնում էին Signal ծրագրի միջոցով։ Այդպիսի ծրագիր կա Viber-ի եւ WhatsApp-ի նման ծրագիրը համարվում է ավելի փակ, բայց փաստը այն է, որ այնուամենայնիվ դա հասարակ ծրագիր է եւ այդ ծրագրում քննարկում էին իրենց ռազմական գործողությունները, օպերացիաները եւ գաղտնի տեղեկություններով էին միմյանց հետ կիսվում, ծրագրեր մշակում, թե ինչպես կարող են հարվածներ հասցնել եւ որտեղ եւ ում նկատմամբ են այդ հարվածները տեղի ունենալու Եմենում հութիների մասով ու հանկարծ այդ չաթում են ավելացնում լրագրողի այդ The Atlantic ամսագրի գլխավոր խմբագրին, եթե չեմ սխալվում, եւ լրագրողը փաստացի տեղեկություն է ստանում բոլոր այդ օպերացիաներից եւ հետագայում նաեւ մասամբ դրանք հրապարակում է, բայց հիմա դրանից հետո արդեն նոր սկանդալ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ամենի շուրջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդականների, օգնականների մեյլերը, հեռախոսահամարները եւ նույնիսկ գաղտնաբառերը հայտնվել են արդեն ազատ սոցիալական տարբեր ցանցերում, ինտերնետում եւ դա բավականին լուրջ խնդիր է ստեղծում Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության համար եւ բավականին մեծ եւ լուրջ հիմա սկանդալ է այդ ամենի շուրջ եւ հիմա բոլորն են խոսում այն մասին, թե հատուկ ծրագրեր, փակ ծրագրեր գոյություն ուներ, բայց փաստացի Թրամփի օգնականները նախընտրել են խոսել Signal-ի միջոցով եւ ոչ միայն խոսել, այլ նաեւ սխալմամբ ավելացրել են լրագրողին իրենց հատուկ այդ չաթի մեջ, որտեղ որ քննարկում էին ինչպես եւ ում նկատմամբ են հարվածներ հասցվելու Եմենում։ Իրոք շատ հետաքրքիր տեղեկություններ են։ Եվ քանի որ խոսեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին հետախուզության եւ ազգային անվտանգության մասին, կա տեղեկություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կամ սենատում չեմ կարող կոնկրետացնել, բայց լսումների ժամանակ հստակ նշվել է, որ Չինաստանը այսօր արդեն ի վիճակի եւ պատրաստվում է հարձակվել Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա եւ խոսքը ավելի շատ Թայվանի մասով էր,
բայց այդտեղ ասվում է, որ իրոք վտանգը բավականին մեծ է, եւ Չինաստանը նույնիսկ մշակում է ծրագիր, որով որ կարող է հարձակվել Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Ռուսաստանը այդ սպառնալիքում առաջնայինը չէր, առաջին տեղը չէր հատկացված, բայց այդ 4 կարևոր երկրների շարքում էր, այսինքն Հյուսիսային Կորեա, Իրան, Ռուսաստան եւ Չինաստան, ահա այս երկրներն են, որոնք որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հակառակորդ երկրներ են եւ ընդհանուր առմամբ միմյանց հետ դաշնակցելով փորձում են մեծ խնդիրներ ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, բայց Չինաստանին այդտեղ շատ լուրջ եւ հատուկ տեղեր հատկացվել են, ոչ թե Ռուսաստանը։ Ահա այսպիսի հետաքրքիր տեղեկություններ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ նաեւ կրկին լայքերի համար, նաեւ ձեր մեկնաբանությունները չափազանց կարեւոր են, փորձում եմ հետևել բոլոր մեկնաբանություններին, եթե դրանք շատ են լինում, այնուամենայնիվ ինչ-որ մի կերպ փորձում եմ արձագանքել, բայց երբ որ չի ստացվում կամ բաց են թողնում որոշ ձեր մեկնաբանություններ, կխնդրեի ներողամիտ լինել այդ մասով եւս։ Բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, որպեսզի օպերատիվ ձևով ստանաք կարևոր լուրերի մասին տեղեկություններ եւ մեր ակտուալ վերլուծությունները, որոնք որ փորձը ցույց է տալիս, թե ինչքան հիմնականում ճշգրիտ են լինում։ Բնականաբար մենք, կրկին նշեմ, գուշակություններով չենք զբաղվում, ապագան չգիտենք, բայց փաստերի համադրումով շատ անգամ մեզ հաջողվում է շատ ճշգրիտ վերլուծություններ անել տարբեր քաղաքական զարգացումների առումով։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։